Ողջույն իմ YouTube-յան հետևորդներ, ես Արթուրն եմ, Վեդայական աստղաբան։ Իմ նոր բաժանորդները գիտեն, որ ես զբաղվում եմ վեդայական աստղաբանությամբ, կատարում եմ կանխատեսումներ, սակայն իմ հին հետևորդները տեղյակ են, որ ես 4 տարի է արդեն ինչ զբաղվում եմ ակտիվորեն տարո խորհրդատվություններով, վարում եմ իմ Instagram-յան բլոգը տարո քարտերի և նումերոլոգիայի մասին։ 1 տարի է արդեն ինչ ես խորապես ուսումնասիրում եմ աստրոլոգիան և ինձ ճանաչող մարդիկ հաճախ են հարցնում, թե ինչ տարբերություն կա տարո քարտերով աշխատանքի և աստրոլոգիայի մեջ և արդյոք որն է այդ երկու մեթոդներից ավելի էֆեկտիվ։ Իրականում տարբերությունը ֆունդամենտալ է, չնայած երկուսի պարագայում էլ աշխատանքը տարվում է մարդկանց հետ, երկուսի նպատակն էլ իրավիճակային վերլուծություններն ու կանխատեսումներն են, սակայն տարո քարտերը ավելի նեղ իրավիճակային վերլուծություններ են ենթադրում, մինչդեռ աստրոլոգիան ավելի գլոբալ հարցերի մասին է։ Իմ ձեռքում Arthur Waite-ի դասական տարո քարտերն են, որոնցով ես սկսել եմ իմ ճանապարհը էզոտերիկայի աշխարհ, և հենց այս տարո քարտերն են օգնել ինձ էլ ավելի լավ հասկանալ ինքս ինձ, իմ կարողությունները, մարդկանց տաղանդները, անցկացնել բազում հարյուրավոր խորհրդատվություններ, ստանալ դրական կարծիքներ ու ուրախանալ այն մտքից, որ կարողացել եմ լինել օգտակար մարդու համար և օգնել նրան դուրս գալ ինչ-որ խնդրից, ինչ-որ անհանգստացնող իրավիճակից։ Սակայն թե տարոլոգիայի, թե աստրոլոգիայի պարագայում իմ համար շատ կարևոր է պահպանել այն պրինցիպը, որ մարդը Աստված չէ, մենք ամենատես չենք ու չենք կարող ապագան գուշակել 100% ճշգրտությամբ և իրականում գուշակություններով զբաղվելը այդքան էլ ադեկվատ և պատասխանատու գործընթաց չէ։ Տարո քարտերը, ինչպես տեսնում ենք, հագեցած են գեղեցիկ գույներով, սիմվոլներով, և այս սիմվոլներն ու գույները պարզապես նկարներ չեն, դրանք օգնում են մեզ մեր ենթագիտակցականից, մեր ենթագիտակցականի խորը շերտերից հանել այն հուզող հույզերը, մտքերը, վախերն ու համոզմունքները, որոնք մենք խորը պահել ենք մեր գլխի մեջ և չենք ցանկանում դրանց հետ առերեսվել։ Հենց տարո քարտերի հիմքի վրա է հոգեբանության մեջ ստեղծվել մետաֆորիկ ասոցիատիվ քարտերը, որոնք հոգեբանները լայնորեն կիրառում են իրենց աշխատանքներում, քանի որ նրանք չեն կարող վերցնել տարո քարտեր իրենց ձեռքը։ Իրականում վեդայական աստրոլոգիայի և տարո քարտերի ակունքները շատ իրարից հեռու մշակույթներում են, տարոն մեզ եկել է արևմտյան միստիցիզմից, իրականում քարտերի հետ կապված հիշատակումներ կան դեռ շատ հազարավոր տարիներ առաջ Չինաստանում, Հնդկաստանում, Եգիպտոսում և ընդհանուր ասել, թե որն է դարձել են հիմքը տարո քարտերի համար շատ բարդ կլինի, բայց այս տարոյի դասական տրցակը, որը ես պահում եմ իմ ձեռքում, ձևավորվել է մոտ 18-րդ դարում արևմտյան Եվրոպայում, երբ որ այնտեղ արդեն գլուխ էր բարձրացրել ժամանակների միստիցիզմը, օկուլտիզմը, մոգությունը, ձևավորվում էին տարբեր միստիկ խմբավորումներ, սեկտաներ և ամեն մեկը իր ներդրումն էր ունենում առհասարակ մոգության և օկուլտիզմի զարգացման և տարածման մեջ։ Եվ հենց այդ ժամանակ մարդիկ տարո քարտերը, որոնք օգտագործվում էին խաղաթուղթ խաղալու համար, կարողացան հարմարացնել կաբալայի ուսմունքին, կաբալան ուսմունք է մարդու հոգու զարգացման, աստվածայինին մոտենալու մասին։ Հարմարացրեցին կաբալայի տառերին, ամեն քարտին տվեցին յուրահատուկ նշանակություն, համապատասխան նումերոլոգիական նշան և ինչպես նաև համապատասխանեցին կոնկրետ համաստեղության կամ մոլորակի կամ աստրոլոգիական որևիցե երևույթի հետ։ Իրականում տարո քարտերը հզոր սակրալ գործիք են, սակրալ, որովհետև այստեղ ամփոփված են ուսմունքները տարբեր ուղղություններից, տարբեր ճանապարհներից, այստեղ մենք հանդիպում ենք թե հինդուիզմի, թե քրիստոնեության, թե բուդդիզմի, այստեղ կա կարմայի գաղափարը, Աստծո պատժի գաղափարը, ինչպես նաև այստեղ կարող ենք հանդիպել շատ պարզ կենցաղային հարցերի, ինչպիսիք են միջանձնային հարաբերությունները, երեխաների հետ հարաբերությունները, ներքին տրավմաները, հոգեբանական վիճակները և այլն։ Տարո քարտերը հզոր գործիք են, որոնց կարելի է օգտագործել թե գուշակության, թե կանխատեսման, թե էներգետիկ և թե հոգեբանական վերլուծությունների համար։ Իսկ թե ինչպես օգտագործել այս քարտերը, այս գործիքը արդեն որոշում է ինքը մասնագետը։ Հիմա շատ թրենդային է դարել տարոլոգ լինելը, աստրոլոգ լինելը, որովհետև գաղտնիք չի ոչ մեկի համար, որ հնարավոր է այս ուղղություններով շատ փող աշխատել, որովհետև երբ որ մարդը հայտնվում է ինչ-որ
հոգեկան ծանր իրավիճակում ինչ-որ խնդրի մեջ անպայման փորձում է այդ խնդրի պատասխանները գտնել ինչ-որ արտաքին հանգամանքների մեջ, թուղթ ու գիր, նավս, չար աչք, Աստծո պատիժ, ճանապարհների փակվել եւ այլն, իսկ այդ վիճակում գտնվող մարդուն շատ հեշտ է մանիպուլյացնելը, շատ հեշտ է գայթակղելը եւ նրանից մեծ ֆինանսական շահույթ ստանալը։ Դա է պատճառը, որ ներկայումս էզոտերիկ ուղղությունները շատ պոպուլյար են դարել, վերածվել են իրական բիզնեսի, հանդիպում ենք հազարավոր տարօք քարտերի տեսակների եւ մարդիկ հասկանալով, թե առանց հասկանալով, անկախ իրենց տարիքից, անկախ իրենց կրթական մակարդակից, կյանքի փորձից մտնում են էզոտերիկայի մեջ, սկսում են փող աշխատել եւ այդպես թե վնասում են իրենց դիմող մարդկանց, թե իրենց համար կուտակում են շատ ծանր կառմա, որի համար դեռ մեկ կյանքը կարող է բավարար չլինել մաքրելու եւ կոորդինացնելու համար։ Ինչևէ, տարո քարտերը հզոր գործիք են, սակայն իմ անձնական կարծիքով, այստեղ տարո քարտերը ավելի համապատասխանում են իրավիճակային վերլուծությունների համար, երբ որ կա մեկ հարց, կա խնդիր, ու այդ խնդիրը պետքա հնարավորինս վերլուծել օբյեկտիվորեն, մոտենալ տարբեր կողմերից ու հասկանալ խնդրի արմատները, լուծման տարբերակները եւ կանխատեսել ապագայի զարգացման ամենահավանական սցենարը։ Ինչի ամենահավանական, որովհետև ապագան բնականաբար շատ տարբերակներ ունի ու չկա մեկ 100%-անոց ճշմարիտ ապագա, որը հնարավոր է գուշակել, ով կասի, որ ձեզ տալիս է 100% ճշգրտությամբ կանխատեսում, կամ շարլատան է, կամ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է խոսում։ Ինչևէ, տարո քարտերը ես շատ եմ սիրում։ Իմ համար քարտերը թե որպես էզոտերիկ գործիք շատ հզոր ու սիրելի գործիք են, եւ թե պարզապես որպես արվեստի գործիք, արվեստի գործ շատ գեղեցիկ են, որովհետեւ հələ մի հատ էս գեղեցկությանը նայեք, էլի ոնց կարելի է իրանց չսիրել։ Ես ունեմ քարտերի իմ անձնական կոլեկցիան, իհարկե փոքր է, թվով 20 տրցակ ընդամենը ունեմ, կան մարդիկ, ովքեր հարյուրավոր տրցակներ ունեն, բայց իմ քարտերը ամեն մեկը բնականաբար էժանագին չեն, այնտեղ կան լավ թանկարժեք քարտեր, որոնց թե տեսքը, թե քարտի որակը եւ թե իհարկե այնտեղ ամփոփված գիտելիքները շատ կարեւոր ու արժեքային են։ Բայց ինչպես նշեցի, տարոն ինձ համար ավելի իրավիճակային վերլուծությունների համար է, այսինքն միջանձնային հարաբերություններ, կենցաղային խնդիրներ, մարդու հոգեվիճակ, իսկ երբ որ ցանկանում ես ուսումնասիրել ավելի գլոբալ հարցեր, թե ով է քո դիմաց կանգնած հոգին, ինչի համար է եկել, ինչ առաքելություն ունի այս աշխարհում, ինչ տաղանդներ ունի, այդ ժամանակ իհարկե տարոն նույնպես կարող է պատասխան տալ, բայց տարոն այդ պատասխանը վերցնում է ինֆորմացիոն դաշտից, որը երբեմն կարող է աղտոտված լինել եւ շատ խառը ու ինչ որ չափով նաեւ անհասկանալի պատասխաններ տալ գլոբալ հարցերի ժամանակ, ինչպիսիք են այդ մարդու էությունը, կարման, մարդու առաքելությունը կամ ավելի մեծ մասշտաբներով պետության հետ կապված հարցերը, պետության զարգացումները, ինչ որ հորոսկոպի նշանների հետ կապված կանխատեսումները եւ այլն։ Այդ պարագայում մեզ օգնության են հասնում արդեն նումերոլոգիան ու աստրոլոգիան։ Իրականում նումերոլոգիան որպես առանձին աստրոլոգիայից ես չեմ դիտարկում, որովհետև նումերոլոգիան ու աստրոլոգիան իրար հետ զուգահեռ գնացող ուղղություններ են։ Աստրոլոգիան, որպեսզի պատկերացնեք, մարդու ծննդյան պահին երկնքի նկարն է, թե երկինքը ինչ պատկեր է ունեցել այն պահին, երբ որ մարդը ծնվել է, որ մոլորակը որ դիրքում է եղել, որ համաստեղությունում, ինչ հարաբերություններ, ինչ ազդեցություններ են ունեցել մոլորակները մեկը մյուսի վրա։ Աստրոլոգիայի շատ ուղղություններ կան, կա բժշկական աստրոլոգիա, կա կրիմինալ աստրոլոգիա, կա աստրոհոգեբանություն, կա նատալ քարտեզի աստրոլոգիա եւ բացի այդ ուղղություններից կա հաշվարկման տարբեր մեթոդներ։ Չինական աստրոլոգիա գոյություն ունի, հելենիստական, արևմտյան, վեդայական, ամենատարածված ուղղությունները արևմտյան եւ վեդայական ուղղություններն են, իսկ Հայաստանում կոնկրետ հիմնականում արևմտյան աստրոլոգիան է տարածված։ Ֆունդամենտալ տարբերությունը արևմտյան ու վեդայական աստրոլոգիաների միջև կայացնում է նրանց հաշվարկման մեթոդները։
Վեդայական աստրոլոգիան մոտ 23 աստիճանով հետա արևմտյան աստրոլոգիայից։ Ինչ է նշանակում, հա մենք եւ երկրաչափության դասերից, չնայած ով է հիշում երկրաչափության դասերը, եկեք անկեղծ լինենք։ Հիշում ենք, որ շրջանը բաժանում էին անկյունների, այնտեղ ամեն անկյուն իր համապատասխան աստիճաններն էր ունենում ու այդպես էլ երկիր մոլորակի երկինքը, հա, Հայաստանից սկսած Ամերիկայով, այսինքն մեր արևելքից սկսած երկինքը, եթե գնանք արևմուտքով անցնենք հորիզոնի ներքևի հատվածը, պտտվենք եւ բարձրանանք մինչեւ մեր արևելք։ 360 աստիճան շրջան կստանանք եւ այդ շրջանն էլ իր հերթին բաժանված է 12-30 աստիճան լայնություն ունեցող հատվածների, դրանք են հենց հորոսկոպի նշաններն են։ Եվ այդ աստիճանների էլ որոշում են մոլորակների դիրքը։ Վեդայական հաշվարկում 23 աստիճանի տարբերություն կա արևմտյան հաշվարկների, որովհետև երկիր մոլորակը բացի իր առանցքի շուրջը պտտվելուց, պտտվում է նաև համաձայն իր բևեռների, հա, այսինքն մի րոպե, ամետիստի իմ քարը ցույց տամ, այսինքն եթե մենք պատկերացնենք, որ երկիր մոլորակը պարզապես այսպես է պտտվում իր առանցքի շուրջը, իրականում երկիր մոլորակը աստրոնոմիական տեսանկյունից բացի իր առանցքի շուրջը պտտվելուց նաև պտտվում է այսպես, չգիտեմ մի որքանով է հասկանալի թե չէ, ու ըստ այդ պատճառով երկինքը միշտ նույնը չի, հա, այսինքն 2025 թվականի մարտի 1-ին երկինքը ունենում է այլ պատկեր, 2026 թվականի մարտի 1-ին երկինքը ունենում է լրիվ այլ պատկեր։ Հիմնական տարբերությունը վեդայական ու այս մեր մեջ տարածված կլասիկ արևմտյան աստրոլոգիայի այն է, որ արևմտյան աստղաբանները գտնում են, որ յուրաքանչյուր գարնանային արևադարձի օրը մարտի 21-ին արևը արևելքում ծագում է խոյի զրոյական աստիճանում, այսինքն յուրաքանչյուր տարի մարտի 21-ին արևը նույն կետում է լինում։ Սակայն քանի որ ինչպես նշեցի ես իմ ամետիստի չստացված փորձի վրա, երկրագունդը նաև պտտվում է իր բևեռների առանցքի շուրջը նույնպես ու հետևաբար շատ երկար ժամանակահատվածում, մոտավորապես 72 տարին մեկ, երկրագնդի առանցքի այդ շեղվածությունը գնահատվում է մոտ 1 աստիճանով, այսինքն 72 տարի հետո արևը ծագում է մարտի 21-ին ոչ թե հենց խոյի զրոյական աստիճանում, այլ խոյի 1 աստիճանում։ Այդպես տարիների, այս հազարավոր տարիների ընթացքում արևմտյան եւ վեդայական աստրոլոգիաների միջև առաջացել է մոտ 23 աստիճանի տարբերություն եւ վեդայական աստրոլոգիայի ժամանակ մենք հաշվի ենք առնում մոլորակների իրական ֆիզիկական դիրքերը երկնակամարում, այսինքն աստրոնոմիայի գիտական տեսանկյունից վեդայական աստրոլոգիայի հաշվարկը ավելի ճիշտ է, որովհետև արդեն վաղուց այդ հորոսկոպի հաշվարկները շեղվել են ու երբ որ մենք ասում ենք մայիսի 9-ին, ես ծնվել եմ մայիսի 9-ին, արևը գտնվել է ցուլի համաստեղությունում, հետևաբար ես ցուլ եմ, համաձայն արևմտյան հաշվարկի, իսկ իրականում ֆիզիկապես երկնակամարում արևը մեր համար տեսանելի է եղել ոչ թե ցուլի համաստեղությունում, այլ խոյի համաստեղությունում, այսինքն հետևի նշանում, հա, նախորդ նշանում, ու այդ պատճառով վեդայական աստրոլոգիական քարտեզի հաշվարկում իմ արևը ոչ թե ցուլի համաստեղությունում է, այլ խոյի համաստեղությունում է։ Իհարկե միայն արևով կողմնորոշվել պետք չի, սա վերաբերվում է բոլոր մոլորակներին, բոլոր մոլորակներն էլ համաձայն արևմտյան քարտեզի 23 աստիճանով գնում են դեպի հետ նախորդ նշաններ ու այդ պատճառով հաճախ վեդայական ու աստրոլոգիական հաշվարկների մեջ լինում են տարբերություններ։ Օրինակ հիմա եթե արևմտյան աստրոլոգի հարցնենք, կասի, որ Սատուրնը գտնվում է խոյի համաստեղությունում, իսկ իրականում եթե նայենք երկինք, կտեսնենք, որ Սատուրն մոլորակը ոչ թե խոյում է, այլ ձկներում է։ Ֆունդամենտալ տարբերությունը հաշվարկների դա էր ու ես ընտրել եմ վեդայականը, որովհետև իմ կարծիքով մոլորակների իրական ֆիզիկական դիրքերը շատ ավելի մեծ ազդեցություն են ունենում, քան թե այն հաշվարկային մոտեցումը, որը արևմտյան աստրոլոգները իրականացնում են։ Բացի այդ, արևմտյան աստրոլոգիայում շատ է շեշտը դրվում արևի վրա, արևը դա մեր էգոն է, մեր սոցիալական դիրքն է, մեր փոխհարաբերություններն է արտաքին աշխարհի հետ, այսինքն կարելի է ասել արևմտյան աստրոլոգիան ավելի էգոիստական աստրոլոգիա է, դե արևմտյան մշակույթում գիտենք կարևոր է մարդու էգոն, մարդու սոցիալական դիրքը, մարդու
հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, սա արդեն մշակութային տարբերություն է։ Իսկ վեդայական աստրոլոգիայում առաջնային կարևորությունը տրվում է լուսնին, իսկ լուսինը մեր հոգին է, մեր ներքին աշխարհն է, մեր էմոցիաներն են, ու եթե արևմտյան աստրոլոգիայում շեշտը դրվում է մարդու սոցիալական հարաբերությունների վրա այս աշխարհում, ինչ որ իր էգոյի ռեալիզացիայի վրա, վեդայական աստրոլոգիայում շատ ավելի կարևոր է մարդու հոգեվիճակը, հոգեբանական վիճակը, հոգևոր զարգացումը, ու այստեղ նույնպես կա մշակութային տարբերություններ։ Բայց երբ որ ուսումնասիրում ենք արևմտյան քարտեզները, հասկանում ենք, որ այնտեղ ավելի շատ նաև շեշտը դրվում է մարդու հոգեբանական ասպեկտներին, այսինքն ինչ տեսակ մարդ է, ինչ տաղանդներ ունի, ինչպես կարող է առնչվել աշխարհի հետ։ Իսկ վեդայական աստրոլոգիայի ժամանակ շատ ավելի կարևոր է հասկանալ մարդու կարման, ինչ կարմայով է եկել այս աշխարհ, ինչ առաքելություն ունի, ինչպես կարող է ռեալիզացնի իրեն ավելի բարձր հոգևոր վիճակի հասնելու համար, իսկ բարձր հոգևոր վիճակը ենթադրում է նաև հաջողություն անձնական կյանքում, ֆինանսներում եւ այլն։ Այսինքն վեդայական աստրոլոգիայում շատ կարևորվում է մարդու անձնական աճը, անձնական զարգացումը, որն էլ իր հերթին արդեն հանգեցնում է հաջողություն նյութական հարցերում, սոցիալական կյանքում եւ այլն։ Այսինքն այստեղ կա պարզապես մշակութային եւ աշխարհայացքային մոտեցումների տարբերություն նույնպես։ Համենայն դեպս ինձ համար վեդայական աստրոլոգիան շատ ավելի հոգեհարազատ է, այնտեղ չկա մեկ քարտեզ միայն, այնտեղ կան բազմաթիվ մոտ 30 քարտեզ, եթե չեմ սխալվում, ամեն իրավիճակի համար։ Մարդու հիմնական նատալ քարտեզը, նրա կարման, տաղանդները, միսիան, առաքելությունը, մարդու հոգու քարտեզը, մարդու հասուն տարիքի քարտեզը, մարդու էմոցիաների քարտեզը, ինչպես նաև արդեն մարդու կարիերայի քարտեզը, մի խոսքով այնտեղ ամեն իրավիճակի համար կա առանձին քարտեզ։ Հիմա եթե մոտենանք այն հարցին, թե որն է ավելի արդյունավետ, տարրոն թե աստրոլոգիան, լավ մասնագետների պարագայում, եթե լինի լավ տարրոլոգ կամ լինի լավ աստրոլոգ, այստեղ արդյունավետության կարևոր sense ֆունդամենտալ տարբերություն չկա, թե լավ աստրոլոգը կարող է տալ շատ մեծ օգուտ եւ թե լավ տարրոլոգը կարող է տալ մեծ օգուտ, այսինքն օգուտները երկուսին հավասար է։ Ուղղակի արդեն ամեն մեկի մոտեցումը հարցին ինչպիսին է լինում։ Ես գտնում եմ, որ գլոբալ հարցերը համենայն դեպս մարդու կյանքի հետ կապված, մարդու կարմայի, առաքելության հետ կապված ավելի ճիշտ կլինի ուսումնասիրել համաձայն աստրոլոգիայի, որովհետև հենց այդ աստղերն են, որ մարդու ծննդյան պահին այդ մոլորակներն են, որ նրան տալիս են որոշակի հատկանիշներ ու տաղանդներ, իսկ տարրոն օգտագործել ավելի կենցաղային, ավելի իրավիճակային հարցերը վերլուծելու ու հասկանալու համար։ Հետագայում եթե հնարավոր լինի, երկու ուսմունքները համադրել, սակայն եթե մարդ խորանում է աստրոլոգիայի մեջ, իրականում տարրոն դնում է մի կողմ եւ իր վերլուծությունները անում է միմիայն աստրոլոգիայով, հնարավոր կլինի ավելի լավ ու արդյունավետ վերլուծություններ անել։ Ես նույնպես գտնում եմ, որ երկրի հետ կապված կանխատեսումները, ամսվա, տարվա հետ կապված կանխատեսումները շատ ավելի ճիշտ կլինի անել համաձայն աստրոլոգիայի եւ նումերոլոգիայի, որովհետեւ դրանք ամեն դեպքում գլոբալ արարչագործական էներգիաներն են, որոնք ընկած են մեծ ստրուկտուրաների հիմքում, իսկ տարրոն ինֆորմացիան վերցնում է տվյալ պահի էներգետիկ վիճակից։ Այսինքն, եթե այցելուն գալիս է ինչ-որ էներգետիկ վիճակում, ինչ-որ հոգեբանական վիճակում, հուզական վիճակում, ու մենք սկսում ենք նրա հետ աշխատել տարո քարտերով, քարտերը ցույց են տալիս հենց այն վիճակը, որում այդ պահին գտնվում է այցելուն, այն էներգիաները, որում այդ պահին գտնվում է այցելուն, իսկ աստրոլոգիան ցույց է տալիս այն էներգիաները, որոնք տրվել են այդ մարդուն իր ծննդյան պահին, եւ հենց այդ էներգիաներն են այն բանալին, որը մարդուն կտանի ավելի բարձր հոգևոր մակարդակ, ավելի մեծ հաջողությունների, թե ֆինանսներում, թե անձնականում։ Ինչևէ, սա էր ֆունդամենտալ տարբերությունը տարրոյի եւ աստրոլոգիայի միջեւ, եթե ունեք ձեր անձնական հարցերը, գրեք մեկնաբանություններում, եթե ցանկանում եք, կիսվել տպավորություններով կամ ունեք հուզող հարցեր էզոտերիկայի, տարրոյի եւ աստրոլոգիայի հետ կապված, գրեք մեկնաբանություններում անպայման, որպեսզի իմ հաջորդ հաղորդումների ժամանակ պատասխանեմ ձեր հարցերին նույնպես։ Ինչպես նաև կարող եք հետևել ինձ իմ Instagram-յան էջում, ինչպես նաև իմ Telegram-յան խմբում, որտեղ ես գտնվում եմ իմ հետևորդների հետ անմիջական կապի մեջ, պատասխանում եմ նրանց հարցերին, կիսվում եմ
ժամանակ առ ժամանակ տարբեր պոդկաստներով, գաղափարներով, Telegram-յան խմբի անդամակցությունը ամբողջությամբ անվճար է։ Եթե ցանկանում եք ունենալ ձեր անհատական խորհրդատվությունը, ապա կարող եք գրել անձնական նամակ իմ Instagram-յան edge-ին կամ WhatsApp հեռախոսահամարին, լինքերը կդրվեն նկարագրությունների բաժնում։ Լավ մնացեք, մինչ նոր հանդիպում։